Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ան Վատիկանում հանդիպել է Ռոմի Պապ Լևոն 14-րդի հետ եւ բարձրացրել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ Հանդիպման ընթացքում Ռոմի Պապ անդրադարձել է հավատքի կարևորությանը, քրիստոնյաների միջև կապերին ու միասնաբար վկայություն տալու անհրաժեշտությանը։ Լևոն 14-րդն իր երախտագիտությունն է հայտնել Արամակաթողիկոսին կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների ամրապնդման եւ երկու եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսությանը միտված պատրաստակամության համար։ Պոնտիֆիկոսն իր խորին մտահոգությունն ու ամենօրյա աղոթքներն է հղել Լիբանանի ժողովրդին եւ Մերձավոր Արևելքի եկեղեցիներին։ Նա ցավով փաստել է, որ Լիբանանը շարունակում է կանգնել ծանր փորձությունների առջև եւ երբ երկրի միասնությունն ու ամբողջականությունը կրկին վտանգված են, եկեղեցիները կոչված են ամրապնդելու եղբայրական կապերը։ Առանձնազրույցից հետո հոգեվոր առաջնորդները համատեղ աղոթք են բարձրացրել Առաքելական պալատի Ուրբանոս 8-րդ մատուռում։ Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։ Այս մասին հայտարարել է Միջազգային իրավապաշտպանների եւ մարդասիրական գործիչների խումբը։ Հայտարարության մեջ նշվում է, որ առաջադրումը պայմանավորված է Վարդանյանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած գործունեությամբ, մասնավորապես Ավրորա մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաեւ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության հարցում նրա դիրքորոշմամբ։ Նախաձեռնող խմբի անդամներն ընդգծել են, որ Վարդանյանի գործունեությունը համահունչ է չեխ քաղաքական գործիչ եւ իրավապաշտպան Վացլավ Հավելի արժեքներին ու սկզբունքներին։ Նրանք նաեւ անդրադարձել են այն հանգամանքին, որ Վարդանյանը ներկայումս պահվում է Բաքվում շինծու մեղադրանքներով։ Վացլավ Հավելի անվան մրցանակը շնորհվում է 2013 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ մարդու իրավունքները պաշտպանող հասարակական ակնառու գործիչներին։ Մրցանակակրի անունը հայտարարվում է ամեն տարի սեպտեմբերին Ստրասբուրգում։ Պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը, հայտնել է Reuters-ը։ Մենք շատ ժամանակ չունենք, ասել է գործակալության աղբյուրը, պատասխանելով հարցին, թե ժամանակ կպահանջվի արդյոք բացերը վերացնելու համար, նշելով, որ երկու կողմերն անընդհատ փոխում են իրենց նպատակները։ Ըստ իրանական Թասնիմի առաջարկը բաղկացած է 14 կետից եւ շեշտը դրված է ռազմական գործողությունների դադարեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Գործակալության տվյալով ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Չնայած հրադադարը 45 օրով երկարաձգվել է, Լիբանանում իսրայելական բանակը շարունակում է ռազմական գործողությունները։ Ցախալը հարվածել է հարավային Լիբանանի Սուր շրջանի բնակավայրերին։ Իրանը հուսահատված ուզում է համաձայնագիր կնքել, բայց հետո ուղարկում է փաստաթղթեր, որոնք ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա Իրանին կոչ էր արել արագ գործել, ծանր հետևանքների սպառնալիքով։ Դա տեղի էր ունեցել, երբ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն որևէ զիջման չի գնացել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտնել է, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է Պակիստանի միջոցով։ Իրանում ուրանի հարստացման իրավունքը ճանաչվել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի հիման վրա եւ անհրաժեշտություն չկա, որ ուրիշները ճանաչեն այս իրավունքը երկրի համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ մեծյոթնյակի ֆինանսների նախարարների հանդիպմանը կոչ է անելու անդամ երկրներին խստորեն հետևել Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին։ G7 երկրների ներկայացուցիչները Ֆրանսիայի մայրաքաղաքում քննարկելու են Իրանի դեմ պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարարը նշել էր, որ եվրոպացիների ուղին հստակ է։ Իրենք հենվում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության վրա։ Գերմանացի նախարարի խոսքով վերջին ճգնաժամը ցույց է տվել, որ Գերմանիան եւ ամբողջ Եվրոպան պետք է ավելի անկախ եւ դիմացկուն դառնան, հատկապես հումքի, էներգիայի եւ մատակարարման շղթաների ոլորտներում։ Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել Իրանի նոր հարվածների համար, կետային հարվածներ էներգետիկ օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին հաղորդել է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով Թրամփը Չինաստանից վերադառնալուց հետո Վիրջինիայի նախագահական գոլֆ ակումբում հավաքել է առանցքային պաշտոնատար անձանց Իրանի վերաբերյալ իրավիճակը քննարկելու համար։ Նրանց թվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Սթիվ Ուիթքոֆը։
security and defense partnership. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացառել է իր թեկնածությունը Մոսկվայի հետ բանակցողի դերում, քանի որ նրա հակառուսական դիրքորոշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերժմանը, գրել է Պոլիտիկոն։ Բրյուսելում շարունակում են քննարկել Ռուսաստանի հետ բանակցողի դերի հնարավոր թեկնածուներին։ Նրանց թվում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, ում շատ եվրոպացիներ համարում են անհամապատասխան անցյալի ձախողումների պատճառով։ Դիտարկվում է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի թեկնածությունը, սակայն նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ին կարող է նվազեցնել վերջինիս գրավչությունը Մոսկվայի համար։ Եվս մեկ թեկնածու է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին, որին հարգում են Եվրոպայում եւ համարվում է չեզոք գործիչ, սակայն առայժմ նա բանակցություններին մասնակցելու ցանկություն չի հայտնել։ Սանկտ Պետերբուրգում լիկվիդացվել է ուկրաինական զանգերի կենտրոն, որի միջոցով օրական կատարվել է շուրջ 9000 զանգ, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ 17 եւ 18 տարեկան երկու երիտասարդ են աշխատել համակարգողների ղեկավարությամբ Telegram-ի միջոցով։ Նրանք անհրաժեշտ սարքավորումները ստացել են սուրհանդակների միջոցով եւ տեղադրել վարձակալված բնակարաններում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը գրավի դիմաց ազատ է արձակվել քննչական մեկուսարանից։ Ավելի վաղ նրա ազատ արձակման համար վճարվել է 140 միլիոն գրիվնա, շուրջ 3 միլիոն 200 հազար դոլար գրավ։ Լրագրողների հարցին Երմակը պատասխանել է դժկամությամբ, սակայն հաստատել է, որ գտնվել է վճարովի խցում, որի արժեքը վճարել է իր փաստաբանը։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը երկամսյա կալանք էր սահմանել Երմակի նկատմամբ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։ MV Hondius զբոսանավը, որի վրա հանտավիրուս է բռնկվել, ժամանել է Ռոտերդամի նավահանգիստ։ Նիդերլանդների իշխանությունները նավահանգստում կպատրաստեն 23 շարժական կացարան, որտեղ ուղևորները կանցկացնեն 6 շաբաթ, գտնվելով կարանտինում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նավում վիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի։ Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու համացանցի ամենաքննարկված Պանչ անունով մակակայի Վանդակ ապօրինի ներխուժելու համար։ Կասկածյալներից մեկը մագլցել է ցանկապատի վրայով, իսկ մյուսն այդ ընթացքում հեռախոսով նկարահանել է նրան։ Ձերբակալվածները հայտնել են, որ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։ Նրանք երկուսն էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։